Իմ ընկերների անունից աշխարհասփյուռ ողջունում եմ Արևմտյան Հայաստանի հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներին, համագումարի պատվիրակներին, ցանկանում արդյունավետ եւ բեղնավոր աշխատանք գործունեություն չեմ թաքցնում, մենք հետևում ենք այդ ազգանվեր ձեր կողմից վարվող այդ գործունեությանը եւ չեմ թաքցնում նաեւ ներքին մեծ ողջավորություն ունենք, որ լավ աշխատանք եք անում եւ առանց պետական աջակցության, առանց որևիցե մի շահի իրոք ազգային կարևորագույն գործ եք անում։ Ցավոք սրտի իրականությունը այն է, որ մեր պետությունը մինչև հիմա չունի պետական հստակ ծրագիր, թե ինչպես է պատկերացնում հայկական հարցի լուծման տարբերակները, ինչ եղանակներով, նույնիսկ հայեցակարգային տեսքով մենք այդ ամենը չունենք։ Եվ այն ինչ որ դուք անում եք, չեմ թաքցնում, այդտեղ շատ ընկերներ ունեմ, բայց ամեն դեպքում այն աշխատանքը, որ դուք կատարել եք ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային կառույցներում, բնիկ ժողովուրդների հետ կապված այդ ձեր իրավունքների պաշտպանությունը եւ արդեն մասնակցում եք միջազգային կոնֆերանսներին, սա կարծում եմ մեծ քայլ է եւ ինքս էլ լինելով արևմտահայերի զավակ, արևմտահայերի ժառանգ, իմ եւ ընկերներիս անունից հայտնում եմ պատրաստակամություն, ինչով որ հնարավոր է աջակցեմ այդ կառույցի հետագա գործունեությանը։ Նաև երկու խոսք ուզում եմ ասել, որ այս օրերին շատ մի վտանգավոր գործընթաց է սկսվել Կալիֆոռնիայում ամսի 20-ին, եթե չեմ սխալվում, այո, նոյեմբերի 20-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում հայկական ուսումնասիրությունների կենտրոնի անվան տակ կազմակերպել է սիմպոզիում։ Թեման հայկական սփյուռքը ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց թեմայով եւ ստացվում է, որ միջազգային տարատեսակ կենտրոններ օգտվելով Հայաստանի պետության այսպես զբաղվածությունից, որը ավելի շատ զբաղված է Ղարաբաղի հարցով, ներքին տնտեսական, քաղաքական հարցերով, փորձում են ստեղծել մի շրջանառության են դնում գաղափար, որ հայությունը կենտրոնացվի, համակենտրոնացվի մեկ կառույցի մեջ եւ այդ կառույցից ընտրվեն պատվիրակներ, այսինքն փորձում են վերջում հասցնել մեկ ղեկավարի, սփյուռքը ունենա մեկ ղեկավար, որը շատ սխալ կարծիք է, սխալ գաղափար է, որովհետև հենց հայության ճկունությունը կայանում է իր բազմազանության մեջ, որովհետև հազարամյակներով մեզ չեն կարողացել ոչնչացնել ոչ հռոմեացին, ոչ բյուզանդացին, ոչ պարսիկը, արաբը, թուրք սելջուկը, նաև ռուսը, դրա համար որ մենք բազմազան ենք եղել։ Հետևաբար կարծում եմ սա էլ պետք է ձեր ուշադրության կենտրոնում լինի, որտեղ իմ կարծիքով նաև ուղղված է ցանկացած համազգային կառույցի դեմ համահայկական այդ համակենտրոնացումը, իհարկե որը գծագրվել է Վաշինգտոնում, որի շահը վաղուց համընկնում է թուրքական շահին, որի շահը վաղուց համընկնում է թուրքական շահին։ Իբր թե իրենց ներկայացնելով որպեսզի սփյուռք, ասենք թե Հայաստանի դուրս հայությունը չի նշանակե, որ անոնք Արևմտյան Հայաստանի կամ Արևելյան Հայաստանի կամ Ջավախքի կամ Արցախի հայ չեն։ Կուզեմ ասել, որ եթե անոնք կմիանան adank սփյուռք շարժման մեջ, որ ոևէ գապ չունի մեր հայրենիքին հետ, մեր հայությունը կսխալվի, մենք պետք է ճիշտ ներկայացնենք, ճիշտ բացատրենք, ինչու համար անիմաստ է այսօր, որ մեր հայությունը կմիավորվի օտար ամագարկի մեջ, որ այդ ամագարկը ոևէ գապ չունի իրենց հարմատներով եւ իրենց պատմությունի հետ։
Շատ ճիշտ եք, որովհետև նման սիմպոզիում կազմակերպել եւ նման գաղափար դնել շրջանառության մեջ մեկ կարևոր հարց կա, որն է նպատակը, չի ասվում։ Ինչ է նշանակում բոլորին այսպես հավաքել մեկ զամբյուղի պես, որպեսզի միանգամից հարված հասցվի եւ ընտրվի նեղ մարդկանց շրջանակ, որոնք պիտի հանդես գան ողջ հայության անունից։ Մենք նման փորձերը տեսել ենք եւ 50 տարվա մեջ երկու անգամ նման փորձ է եղել, ձախողված կարծում եմ, սա էլ Վաշինգտոնի ծրագիրն է, փորձում է իրականացնել, ասում որ երբ որ Հայաստանի պետությունը չկարողացավ կարևորել Սփյուռքի հետ իր հարաբերությունները, դրա համար Սփյուռքին ոնց որ թե միջազգային տարբեր կենտրոններ դրել են փորձարարական այսպես ճագարի տեղը եւ փորձում են տարբեր բաներ են փորձում, որտեղ հայ-թուրքական արձանագրությունների այդ հուշկու բողոքի ալիքը, որը զարթոնք էր աշխարհում մեկ, այդ կենտրոնները հասկացան, որ հայ ժողովուրդը քնած չէ, հայ ժողովուրդը պահանջատեր է եւ այդ իրեն բոլոր պահանջներին հետապնդող է։ Հետևաբար հիմի փորձում են ավելի ազգային, ավելի սիրաշահող պրոյեկտներով հանդես գալ, կոպիտ ասած թույնը մանանայի տեսքով են փորձում մատուցել, մեզ էլ ցանկուցրիվ աշխարհով մեկ աշխարհասփյուռ մեր հայորդիներին էլ մնում է հերթապահի դերում լինենք եւ ցանկացած նման դրսևորման դեմն առնել, որովհետեւ նորից եմ ասում, մեր հզորությունը երևի թե չէ։ Եվ ինչպես ասվում է, ինձանից լավ գիտեք, շատ եք ուսումնասիրել եւ ինչպես նշեցիք եւ Ջավախա հայությունը, ինչու՞ չէ, արդեն վաղուց խոսում է մեր համշենահայության մասին, մոտ 2 միլիոն այդ Վրաստանի սահմանով, Հոպայով, միջև Սեպծով։ Մենք շատ անելիքներ ունենք, բայց որ Վաշինգտոնը նստի գծագրի եւ բոլորին հավաքվի մեկ զամբյուղի մեջ, իհարկե դա լինող բան չի։ Հետևաբար սա նախորոք մեր կարծիքն էր եւ վտանգ եմ տեսնում սրա մեջ, դրա համար ուզեցի կարծիքս կիսվել եւ ձեզ տեղյակ պահել եւ ուրախ եմ, որ մենք համակարծիք ենք։ Եվ նեկատ վտանգ կա, ասեմ, ես լսեմ, որ ընդրությունները պիտի կազմակերպեն Սփյուռքում։ Մենք շատ նորմալ կգտնենք, որ ընդրությունները լինի մեր մեջ, բայց երբ ընդրությունները կկազմակերպես, պիտի ուսումնասիրես ընդրողները ով պիտի լան, ասենք ով պիտի մասնակցի այդ ընդրությունները եւ երևա այսօր Ֆրանսիայի մեջ, որ մասնակցողները ոչ մինակ հայեր պիտի լինեն, կրնա պատահել, որ ովևէ այդ կազմակերպությունների անդամը, որ կուզե մասնակցել ընդրությունները, ինքը ամիջավես ստիպված չէ հայելլանը։ Եվ դրա համար ադվտանք կա, կպատկերացնեք ուրիշ երկիրների մեջ, օրինակ Ֆրանսիայի մեջ, եթե օդարները կմասնակցեին աստեղի Ֆրանսիայի ընդրությունները, չի կարելի է, բայց մեզի համար կարելի է, որ ովևէ օդար մարդը, ովևէ մեկը ինքը իրավունք ունենա կոչված Սփյուռք հայությունի ընդրությունները մասնակցելու։ Դրա համար աստեղ է վտանգը, իմ կարծիքով։ Նաև եթե խոսվեց ընտրությունների մասին, տեսեք, եթե մենք ասում ենք շուրջ 2 միլիոն համշենահայություն կա, որոնց ասենք հավատքը քրիստոնյա չի, մուսուլման են, բայց մերոնք են, մեր հայերն են։ Եվ եթե 25,000-ից մեկը ուզում են պատգամավոր ընտրել, ապա այստեղ 40 պատգամավոր միայն այստեղ են կորցնում։ Չեմ ասում Ջավախա հայության հետ կապված մյուս դեպքերում, այնպես որ շատ հում գաղափար է եւ մեխանիզմներն էլ շատ բարդ կյանքում իրագործելի, բայց ամեն դեպքում վտանգը կա, որտեղ գաղափարը մտնում է շրջանառության մեջ եւ մի քիչ կարող է իմ ասածները ծայրահեղ տվա, նորից եմ ասում, հայ-թուրքական տխրահռչակ արտերից է Թուրքիան մի կողմից է մշակել ծրագիր հայերին սիրաշահելու համար, եթե հիշում եք 10 կետանոց դիրեկտիվներ է արտգործնախարարական ուղարկել բոլոր
թուրքական կազմակերպություններին, որ սիրաշահ են հայերին բաժանել են 3 տարբեր կատեգորիաների՝ չեզոքներ, ծայրահեղականներ, տատանվողներ եւ պիտի սկսեն աշխատել հայերին սիրաշահել, այսինքն թշնամու կերպարը հանել, որպեսզի հետագայում խնդիրներ գալիք սերունդները այսպես մոռացության տրվի մեր պահանջատիրությունը, մեր հայրենազրկման համար, այսինքն արդեն սերունդ են կորցնում։ Նույնը Վաշինգտոնը անում է արդեն ներսից, հայության ներսում փորձում է կազմակերպել եւ խաղալով որոշ մեր հայրենակիցների փառասիրության վրա։ Դե ճիշտ ասած ներքին հոգեպես հանգիստ եմ, շատ այսպես խոճապի մեջ չեմ, բայց հարկավոր է դրա մասին ասել, խոսել, որպեսզի զանց առնեն եւ հայ ժողովրդին 7 միլիոնանոց Սփյուռքին թողեն հանգիստ։ Մենք ձևը կգտնենք ինքնակազմակերպելու։ Սա է ուզում ասել եւս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորությունը ընձեռնելու համար։ Այն մեկ բան ունեմ ասելու, բարի երրորդ ձեր համաժողովին։ Շնորհակալություն, որ տրամադրվեց այս հնարավորությունը։ Շատ շնորհակալություն։